Ադրբեջանի հիբրիդային պատերազմները Հայաստանի դեմ, թմրանյութերի տարածումը որպես մարտավարություն երիտասարդներին խոցելի դարձնելու և ազգային անվտանգության թիրախավորման միջոց։ 21-րդ դարի պատերազմները այլևս միայն զենքով չեն վարվում։ Տեղեկատվական, կիբեր, հոգեբանական և տնտեսական ճնշման մեխանիզմները դարձել են նոր հիբրիդային պատերազմների հիմնական գործիքները։ Ադրբեջանը, որը դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվորեն կիրառեց տեղեկատվական և կիբեր հարձակումներ, վերջին տարիներին շարունակել է իր հիբրիդային պատերազմը, թիրախավորելով Հայաստանի ժողովրդագրական և հոգեբանական կայունությունը։ Մի շարք վերլուծաբաններ ու հետազոտողներ բարձրաձայնում են մի մտահոգիչ միտում. Հայաստանում վերջին տարիներին կտրուկ աճել է թմրանյութերի շրջանառությունը, հատկապես դեռահասների և երիտասարդ տղաների շրջանում։ Սա ոչ թե լոկ սոցիալական խնդիր է, այլ նաև ազգային անվտանգության սպառնալիք։ Հայաստանում հատկապես 2022 թվականից ի վեր սկսել է ակտիվանալ թմրանյութերի շրջանառությունը, հիմնականում սինթետիկ թմրանյութերի տեսքով։ Սա կարելի է բացատրել ոչ միայն ներքին քրեական խմբավորումների ակտիվությամբ։ Որոշ փորձագետներ և իրավապահ աղբյուրներ մատնանշում են հնարավոր արտաքին ազդեցության ուղիները։ Օրինակ, թմրանյութերի մատակարարման ուղիների փոփոխություն Իրանի տարածքով անցնող բեռնափոխադրումների միջոցով, ադրբեջանամետ թելեգրամյան կամ այլ հարթակներում երիտասարդների թիրախավորում, մասնավոր խմբեր, որոնք օգտագործում են սինթետիկ նյութեր թաքնված օրինական բիզնեսների ներքո և դպրոցական ու ուսանողական միջավայրերում արհեստական դիսֆունկցիայի հրահրում, նպատակաուղղված սոցիալական և ռազմական ապակայունացմանը։ Ավելին, հայտնի են դեպքեր, երբ դեռահասներին առաջարկվել են անվճար փորձնական դեղամիջոցներ, որոնք հետագայում առաջացրել են կախվածություն։ Սա նման է դասական հոգեբանական պատերազմի տեխնիկայի՝ թիրախավորում, կախվածության ձևավորում և ապա վերահսկում։ Թմրանյութերը որպես ռազմավարական գործիք։ Թմրանյութերի օգտագործումը և շրջանառությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն քրեականության սահմաններից։ Պետությունները և հատկապես ավտորիտար ռեժիմներն ու հակամարտության մեջ գտնվող խաղացողները հաճախ դիտարկում են թմրանյութերը որպես գեոպոլիտիկ գործիք՝ թուլացնելու համար հակառակորդի պետության ներքին կայունությունը, ռազմական պատրաստվածությունը և երիտասարդության դիմադրողականությունը։ Եթե թմրանյութերի ալիքը թիրախավորում է հատկապես դեռահաս տղաներին 14-ից 17 տարեկանում, ապա մի քանի տարի անց բանակ զորակոչվելու ժամանակ պետությունը կստանա ֆիզիկապես և հոգեբանորեն խոցելի երիտասարդներ, որոնց պատրաստվածության մակարդակը կասկածելի կլինի։ Արդյոք սա պատահական թե ծրագրված քաղաքականություն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե իբր Հայաստանի կողմից Իրանի հետ համագործակցությամբ Արցախի տարածքում իրականացվել է թմրանյութերի ապօրինի շրջանառություն դեպի Եվրոպա։ Նա նշել է, թե 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Արցախի վրա, թմրանյութերի բռնագրավման դեպքերը իբրև թե կրկնապատկվել են, վկայելով նախկինում այդ տարածքներում դրա օգտագործման մասին։ Այս ամենի ֆոնին կարող է արդյոք Ադրբեջանը հանդիսանալ թմրանյութերի տարածող Հայաստանին բարոյալքելու նպատակով։ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը թմրանյութերի հարցում հիմնականում մատնանշում է Հայաստանը որպես ենթադրյալ թմրանյութերի միջանցք, բայց այս քարոզչության ֆոնին մի քանի հանգամանքներ են առաջանում, որոնք ստիպում են հարցը դիտարկել հակառակ կողմից։ Արդյոք հենց Ադրբեջանը չէ թմրանյութային հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցը Հայաստանի դեմ։ Առաջին, Ադրբեջանը ունի ուղղակի կապ Աֆղանստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի թմրանյութային միջանցքների հետ։ 2022-ից 24 թվականի տվյալներով Իրանի հյուսիսային սահմանի շրջաններում նկատվել է թմրանյութերի մաքսանենգության աճ։ Այն կարող է օգտագործվել երկու ուղղությամբ՝ դեպի Եվրոպա և դեպի Հայաստան։ Երկրորդ, Ադրբեջանում գործող կլանային համակարգը և օլիգարխիկ տնտեսությունը ըստ որոշ հետազոտությունների հաճախ օգտագործել է մութ շրջանառություններ ֆինանսական հոսքեր ապահովելու և կոռուպցիոն շահեր իրականացնելու համար։ Այս համատեքստում թմրանյութերի ներմուծումը Հայաստան կարող է լինել ներքին խմբավորումների դրսևորման մի ձև։ Երրորդ, Հայաստանում հատկապես դեռահասներին թմրանյութերով թիրախավորելը հնարավոր է դիտարկել որպես հաշվարկված մարտավարություն ապագայում բանակը բարոյալքելու նպատակով։ Նման մարտավարություն գրանցվել է պատմական օրինաչափությունների մեջ, օրինակ ԱՄՆ-ում Վիետնամի պատերազմի տարիներին կամ Իրաքում սուննի տարածքներում մարիխուանայի օգտագործման խրախուսման կերպով։ Չորրորդը, հայտնի են դեպքեր, երբ սոցցանցերում հայերենով կամ կիսահայերենով օգտատերեր գովազդել են լայթ թմրանյութեր որպես ռելաքսի, մոդայի և կրեատիվության խորհրդանիշ։ Շատ դեպքերում այդ պրոֆիլների IP-ները չեն բացահայտվում, սակայն հնարավոր է, որ դրանք փոխանցվում են մանիպուլատիվ ցանցերի միջոցով
միջոցով, որոնք ֆինանսավորվում են ենթադրյալ արտասահմանից։ Միջազգային փորձ, երբ թմրանյութերը դառնում են ռազմավարական զենք։ Իրանը թմրանյութերի դեմ պայքարի ամենաակտիվ պետություններից մեկն է աշխարհում, սակայն միևնույն ժամանակ ամենալուրջ տուժողներից։ 2023-ին անցկացված վիճակագրության համաձայն Իրանում հաշվարկվում է թմրանյութերից կախված շուրջ 2.8 միլիոն անձ։ Ամեն տարի Իրանը ծախսում է մինչև $1 միլիարդ թմրանյութերի դեմ պայքարում։ Իրանի արևելյան սահմանները Աֆղանստանի հետ հանդիսանում են ափիոնի հիմնական ներմուծման գոտիները։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Աֆղանստանի ափիոնային տնտեսությունը ոչ միայն տնտեսական խնդիր է իրենց համար, այլև ազգային անվտանգության սպառնալիք, եւ որ թմրանյութերի միջոցով թշնամիները նպատակ ունեն թուլացնել Իրանի երիտասարդության դիմադրողականությունը եւ կառավարման հիմքերը։ Ռուսաստանում տարբեր շրջաններում եւ հատկապես Սիբիրում ու Ուրալում նկատվել են դեպքեր, երբ սինթետիկ թմրանյութերի օգտագործման աճը ուղեկցվել է համայնքային թուլացմամբ, սոցիալական կառույցների խարխլմամբ եւ երիտասարդության մոբիլիզացիոն կարողությունների անկմամբ։ Ռուսական ծառայություններն անգամ սովետի տարիներին օգտագործում էին ալկոհոլ եւ թմրանյութեր անհավատարիմ կամ հնարավոր ընդդիմադիր շրջանակներում, Կովկասում, Բալթյան երկրներում զգոնությունը թուլացնելու եւ լիցքաթափելու համար։ Եվրոպայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում եղել են զեկույցներ այն մասին, թե ինչպես որոշ օտարերկրյա խաղացողներ աջակցել են թմրանյութերի շրջանառությանը, նպատակ ունենալով ազդել ընտրությունների, բողոքի շարժումների եւ քաղաքացիական անկայունության վրա։ Պակիստանը օրինակ օգտագործել է հնդկական Քաշմիրում հաշիշի մաքսանենգությունը երիտասարդության վրա ազդելու նպատակով։ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության ծրագրերում Վիետնամում եւ Աֆղանստանում փորձեր են եղել տարածելու որոշ թմրանյութեր բնակչությանը կառավարելի դարձնելու համար։ Այս նախադեպերը ցույց են տալիս, որ պետությունները երբեմն դիմում են նման միջոցների հակառակորդ հասարակության հոգեկան դիմադրողականությունը քայքայելու նպատակով։ Այսպիսով, այո, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կարող է հանդիսանալ թմրանյութերի տարածման կամ թիրախավորված տարածման մեկ օղակ Հայաստանի ապագա պաշտպանական ներուժը խաթարելու համար։ Հաշվի առնելով թմրանյութերի հանդեպ միջազգային առևտրի փոխկապակցված ցանցերը, Ադրբեջանի հակահայ քարոզչության ուղղությունները, Հայաստանի ներսում դեռահասների շրջանում թմրանյութերի տարածման աճը, բանակում հոգեբանական անկայունության եւ կախվածությունների ցուցանիշների աճը, ապա Հայաստանի համար այս հարցը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության բարձր ռիսկի գործոն եւ ոչ միայն առողջապահական կամ կրթական խնդիր։ Սա պատերազմ է, որը կրակ չի արձակում, բայց ամեն օր խլում է ուղեղներ, թուլացնում կարողությունները եւ մշուշապատում ապագան։